Երևանի սիրուն աղջիկ ունքերդ կամար դարձյալ գիտեմ որ տվել ես տունել ինձ համար ինձպես անուշիկ անգին յարուն ես Երևանի սիրուն աղջիկ էլ ինչ տարտում ես Ամուսինս ճիշտն ասած որ ստիալում ջանս դողումա Չեմ կարող ազատ երկեմ Գյուղն արթնանում է Սուսանտատի մեղմուկ հաղթր ձայնի ելևեջներից, որ միահյուսվում է թռչունների ու գյուղական ձայներին, գյուղական հնամյան ու կոլորիտային տների պատուհաններից ներս թափանցում ու մի տեսակ լավատեսություն տարածում։ Նոր օր, նոր ու հին հոգսեր, նոր ու հին զրույցներ, այսպես է սկսվում Սուսանի հերթական օր աշխատանքով, ժպիտներով ու գյուղական հոգսերով։ Ժպտատեմ ու աշխուժտատն առանց չափազանցության չկալով գյուղի ոգին է միշտ ուրախ, սրտաբաց, բարձր տրամադրությամբ երկնել շուրթերին։ Սուսանին ինչ լավ ձեն ունի, կաղդվել են դեմ բալկոնով։ Ես չեմ կարող առանց երկի մնամ, իմ կյանքն է երկը։ Մռմռալով, բանով միշտ երկում եմ։ Տատը երգում է Պապա Վոլոդյան հիանում տիկնոջ ձայնով, հպարտանում, բայց գյուղական ավանդական հպարտությամբ տեսախցիկից միայն այն կողմ։ Կատակում է տնից մեկը ճանաչված կլինի ու այդ մեկն իրենց ընտանիքում որոշված է Սուսանն է։ Դեռ այն ժամանակներից, երբ Սուսանը գտավ իր երազների տղային, իր սրտի հատորին, Վալոդյային։ 20-ից ավել ես ուզող եմ ունեցել։ Ես կարողա սիրուն չեմ եղել, սևուկ եմ եղել, բայց աստղով եմ եղել։ 20 հատ ու 20-ից ավել հլա։ Որտեղից է։ Դուրը բացում էին, բայց իմ սրտով չէր, ոնց Վալոդին սպասեի։ Վալոդին որտեղ ոնց որ իմ երազի տղեն էլ էր, ծանոթ էր արդեն դեմքը ինձ։ Իսկապես։ Հա, դեմքը երազից տղեն էր։ Այսինքն այդ 20-ին էլ մերժում էիք։ Հա, Գալիս էին։ որինը ոտներ մեծ, որինը հա անշնորհք բան անում, հաց ուտում, ես ինչ անեմ, դուրս չէր գալիս էլի։ Վալոդին տեսա։ Ամեն ինչը սրտով։ Ինքն էլ երկուսս սիրել ենք իրար, սիրելով ենք ուզել։ Իմ քիրը ինձանից սիրուն է չախալ աչքերով, որ ասեմ էլի։ Բայց որ ուզող էր գալ ինձ էին հավանում ազիշա, որովհետև քիրս դինջ էր։ Բայց ես շփթփան եմ, ջուրն զել ես եմ տարել, մի բան եմ զել ես եմ վազվազարի բան արել, սեղանը գցելուս ամեն ինչ էլի, ես եմ միշտ շփշփան եղել։ Հարազատներն էլ որ եկել են Սուսանը, այդ ձևի, թզանծառ ունենք թթան, հարազատը գալիս էր, բարձանում էի թզանծառը ծեր ամենա վեդրոն ձեռից, լիքը քաղը միջնում, էս սրան, դա բիլե էդ նրանց։ Վոլոդյայի ու Սուսանի սերը թանկագին արդյունաբերական սեր է, հանդիպել են Վանաձորի քիմիական գործարանում 22-ամյա գեղեցկուհին նոր էր ավարտել տեխնիկումն ու աշխատանքի անցել Վանաձորի քիմիական գործարանի Կորունդի թանկարժեք կարհեստական սուտակի գործարանում։ Կիսաթանկարժեք սուտակը Վանաձորից միջազգային պայմանագրերով արտահանում հասցնում էին աշխարհի ավելի քան 60 երկիր, եւ այս արտադրամասը թե Վանաձորի եւ թե Հայաստանի պարծանքն էր, բայց Սուսանի ու Վոլոդյայի սերը բան չէր մնում տապալեր խորհրդային երկրի միջազգային պարտավորությունները, քանի որ Վոլոդյային հանդիպելուց հետո սուտակը սկսեց խոտան ապրանքի վերածվել։ Վալոդը եկավ կողքից նստեց, սիրահարվեցի, սկսեցի Կորունդի քարերի ջարդելը։ Начальник սմենը ասում է Սուսան կարիկատուրա եմ սրեն։ Գնա նկարը տես։ Գնացի տնամ, ցույց նկարել են, որ կորունդները կոտրած, առաջից շարացա։ Վա ինքեր Հակոբյան, նկարս հանեք, ամոթա, լացեմ եմ, Սուսան, Վալոդյային ասա կողքից չրստի, ես էլ այդ նկարը կհանեմ։ Ենա եկա Վալոդին ասի, հա թող ասի, ոչինչ, իր ասելով չի էլի բտամ։ Այդ ամ երկու օր չնստեց, հանեց նկարը։ Դրանից հետո ինչ, միջև քշերվա կեսը, դե 8-ից միջև 4-ը, 4-ից միջև 12-ը, 12-ից միջև առավոտվա 8-ը, 3 մեն աշխատել եմ։ Անընդհատ ինքն էլ է ցեխում, էլեկտրիկ էր, հա, ու
մոտս էր լինում։ Սիրային պատմության դեռ սկզբում գեղեցկուհին կասկածներ ուներ, թե Վոլոդյան իրենից տարիքով փոքր է, չեմուչում արեց, մինչև որ համոզվեց, որ տարիքային անհամատեղելիություն ու խանգարող հանգամանքներ չկան։ Ինքը ինձանից փոքր էր երևում, ճիշտն ասած, ասի ախպեր ջան, գնա քու ուզած աղջիկը ճարի։ Ես երևի քեզանց մեծ եմ, էլի։ Թե ինչ գիտես։ 22-23-ի մեջ եմ, որ չհասավ։ Ասում չէ, հա, այնա թե չես հավատում, աս չէ, այնա թե վաղը պասպորտս կբերեմ։ Հա, այդ օրը ճանապարհեց միջև մեր տուն, խոսալով գնացինք էտա։ Էքսի առավոտ պասպորտը բերեց, կարդացի։ Նոյեմբերի 24-ին 52 թիվ Սաղ իրար բռնում է, էլի։ Ես էլ նոյեմբերի 26-ին 52 թիվ, մի ծիծաղ ուշքս գնում է։ Սենց ինչ ես ծիծաղում, ինչ ա եղել։ Էնա ծիծաղելու ասի։ Ես էլ 26-ին եմ նոյեմբերի, դու էլ 24-ին ասի, համընկնում է, էլի։ Համարյա մի օր ենք, էլի, բան արել, հիվանդանոցում ենք իր հետ եղել։ Ուշ ինքն էլ սկսեց ծիծաղել արդեն։ Հետո ուղիղ 1 տարի սիրահարված մնացին ծաղիկներ, սուտակի արտադրամաս, սիրահարական ջերմնամակներ, սուտակի արտադրամաս, հետո կինո, թատրոն, նորից սուտակի արտադրամաս։ Ահա այս շղթայում նրանց սերը քննություն բռնեց, բայց միայն սուտակը չէր ջերմ սիրո առիթը։ Հին ասված բան է տղամարդու սրտի ճանապարհը նաև ստամոքսով է անցնում։ Սուսանը հանրակացարանում ապրող Վոլոդյային զարմացրեց իր խոհարարական տաղանդով, պատրաստած խորտիկներով ու կերակրատեսակներով, այդպես հասկացան, որ սերն իսկական է ու հավիտյան։ Հետո Վոլոդյան խոստացավ, որ հայրը խոպանից կգա, փող կբերի ու հարսանիք կանե։ Բայց թարսի նման այդ տարի խոպանում գործերը լավ չգնացին ու սպասված հարսանիքը չեղարկվեց։ Փոխարենը մի օր հերթափոխի ժամեր առաջ Վոլոդյան եկավ Սուսանի առաջը կտրեց ու հարցը շատ կոնկրետ դրեց՝ կամ։ Սուսանն էլ մեղմ ու բարի, նաև սիրահարված, համոզվեց, խախտեց քիմիական գործարանի 3 հերթափոխի գրաֆիկը, գնաց նստեց ու հայդա, ուղղությունը դեպի Քոբայր երկաթուղային կայարան, այնտեղից էլ Ձաղիձոր։ Վայ, ամոթից մեռնում եմ։ Հասել ենք, իր աստունը բարձր սարից էր սենց, հասել ենք դռան տակը, դուրը չկացրեց, Վալոդը, իր մաման բացեց, վայ, Վալոդ ջան եկել ես, ասա մամ ջան մենակ չեմ, վայ, Սուսանին հետդ բերել ես, հա, կեսուրս հետա ուրախացավ, արի աղջիկ ջան, արի, որ ես քանտեղ եկել ես, երկու տալս էլ տանն են, դիք շերվակես, եսի մեկնա երկուսնա, Հմի դրանք եկան կեսուրս պաչվա, աղջի տարե պաչմածանոտ հանմա, էմի տալս աղ, մամ ջան, Սուսանը լավնա, բան, էսա սկսեց ինչի տանել է, այդ իրի գունով կքնի, միչև առավոտ զրուցարինք, ամեքս մեր կյանքը, պատմեցինք, ծանոթացանք, ամեն ձևի, կեսուրս է պատրաստ էր, հացը կցած էլի սեղանին, համ ուտում ենք, համ զրուցանում, տես լուսացրինք, Էքսի առավոտ տենամ, խումբը գալիս է, մերունք, կեսուրս ասում է, վայ, Սուսան ջան, բալկոնի պատոհաներից նայում է, վայ, Սուսան ջան ասում է, կարող այս ձերոնք են, նայեմ տենամ, 6 հոգի, վայ, ասի, հա, մամ ջան, մերոնք, այն ամիկել, էտ եկա, մի քիչ թերթեփեր ոտներները թափ տալու բանման, հերս էր, Միշնիկ աղբերս էր, փոքր աղբորս հնգերը, որպես ծանոթ, գյուղին ծանոթ հա, միկե դասատուին Վալոդի, այդքանի վերցրած, միկե քույրս 6 հոգի, որ չեկան, բարձացան, ինա կեսուրս, եկեք խնամի ջան, եկեք, լա խնամի չեք, բան չեք արդեն խնամի ջան, հորս այդ բարը դուր է եկել, որ առաջի հայացքից այդ կնիկը ուրեմն լավ կնիկ է էլի, հա, խնամի ջան, այդ այկան, հա, մի նստեցեք, զրուցան ենք բանման, հմի ինձ Սուսան ջան, հացս տեղա, Սուսան ջան բաներիս տեղա, հա, մամ ջան ասի, գնում եմ դեն, քիրս ջղայնացել է, հլա սրան եմ բտի կարա, երեք եկել է, երեք մինը սորերկու արդեն հարսնություն անեմ, ասի, հա ինչ անենք զինա ջան, կորոսանն է զինա, սես մռտնաց նստել է,
Հենա վերջը պատվալից տալիս հետ գնացինք թթույա բանա, էդ էլ բերինք սեղանը գցինք։ Էտա հերս դետ համադայա իրախասյաթին կանգնեց, խոսած, կեսուրից գովաբանեց։ Ասավ, ես առաջի հայացքից ես հավանեցի, անունն էլ իմացավ Մարուսյայա, Մարուսյա ջան, որ ասիր, եկեք խնամի ջան, ի սրտե դուք մեզ ընդունիք, էլի։ Երևի որ լավ ժողովուրդ եք։ Պայմանավորվեցին հարսանքանման մի բան անել, այսպես ասած, պաշտոնական ամուսնություն։ Դա էլ անցավ ու Սուսանը, որ դեռ են գլխից կեսուր սկեսրայրի աչքի լույսներ, դարձավ ամբողջ Գերդաստանի սիրելին։ Շատ էի սիրում այդ կնկանը, քաղցրալեզու, ասող, խոսող, արագաշարժ։ Հա, մի օր էլ դե դա լվացքի բանի ժամանակն է, ձաղիձոր ենք մի ամիս մնացինք սկզբնականում։ Սուսան ջան, ես լվաս կանեմ, դու տար փռի աղջիկ ջան։ Ասի խիմ ամ ջան դու անես։ Թե կարաս լվաս կանես, ասի հա, սպիտակ եղենը բանը։ Ասի հա, խի չեմ կարամ ամ ջան, կանեմ։ Էտա բերի լվացի կրախմալով, լեղակով, առաջ հենց լեղակը բանը սաղ տեղը տեղին էլի։ Թափեմ տալիս հենց բան։ Կարաս փռես, ասի հա։ Թե ոնց տղա շուրը ոնց դես փռի։ Ասի պադադյալնիկը, բրոստինը, նոր բարձի երեսները։ Վայ ապրես, աղջիկ ջանք, վայ ցավը տանեմ սուս քաղցրալեզու տես։ Էնա տասիկի մեջին դրի, են ցանցարես։ Էտա տարա ակուրատնի փռեցի կաղնելա նայմա։ Հա։ Էնա 20 հետ ասավ, ապրես աղջիկ ջան, ճաշեփել էլ գիտես։ Ասի հա, վալոդա ասի ճաշեփել հումարա ինձ ուզել։ Հանրակացարաններ ապրեմ, Վալոդը, ճաշ է եփում, գործի տանելու սիրա ճաշ տալ միրան տալի գտեմ։ Կեսուրս տեսա, որ ես լավ ճաշեր եմ եփում, շերեփը ձեռս տվեց, ասավ Սուսանս կանի։ Ինքը հյուրեր են գալի, վերակեն մասմա Սուսան ջան դու հոգնած կլես, ես երկու ամանն ես լվան, ասում չեմ ամ ջան դու նստի, զրույց արա ասի, ասում եմ էլի, ես կանեմ, աղջիկ ջան հոգնած կլես, շատ ջանացավ կնիկ էր։ Թումանյան այն ժամանակ Ձաղիձորավանում երկար չապրեցին, տեղափոխվեցին Կիրովական ու 3 երեխա ունեցան, 2 տղա, 1 աղջիկ, թեև Բախտագուշակն ասել էր, որ աղջիկ երեխա չի ունենալու։ 2 տղա ունեի, 3-ով հղի էի, գնում էինք Բախտագուշակի մոտ, անվում մնոյ էր, Կիրովական։ Ասելա դու աղջիկ չտես ունենա։ Ես էլ այդ բանով արդեն գնացել եմ հիվանդանոց, աղջիկը ունեցա, բայց հարցնում է, ինչ ունես, աս 2 տղա, դե աշկդ լույս, ես էլ աղջիկա, ես էլ ասի, աղջիկ, զարմացած, մնոն ասելա, որ աղջիկ չես ունենալու, ենա թե, ինչ այ աշկացակ, 2 տղաովն ես էլ աղջիկա էլ։ Բայց հավատում եք այն ժամանակ, որ գնում եք Բախտագուշակ։ Հա, այն ժամանակ գիրա, բանը ասում են, բարձիտ մեջին գիր կա, մարդը սիրած ունի, ամեն ինչ ասում էին, մենք էլ հավատում էին։ Հավատում ու Փետրահան էին անում եղած բարձր ու մանրակրկիտ տնտղում, թե արդյոք միջադու ազգական Գախտնագողի բարձի մեջ գիր չի դրել ամուսինների երջանիկ կապը խաթարելու համար։ Դե ժամանակներն ուրիշ էին, մարդիկ էլ շատ սնահավատ։ Բարեբախտաբար Բախտագուշակի ասածները սուտ դուրս եկան Վոլոդյանը ամբողջ կյանքում հավատարիմ մնաց սիրելին ու հաշտ ու համերաշխ ապրեցին արդեն Վանաձոր դարձած Կիրովականում։ Հետո հայրենի գյուղ վերադարձան իրենց փոքրիկ այգին, այստեղ ուղակի դրախտավայր է հիշեցնում։ Սպիտակ հնդկահավեր, դդմիկներ, ծաղիկներ, ազնվամորիներ, մի խոսքով գույների ու բույրերի չխնակ համադրություն, որ աչք է շոյում։ Ու որ ամենակարևորն է, ամեն ինչ ստեղծված է սիրով ու նվիրումով։ Ռակցիմնի ազիս, սաղուրը ֆռռում եմ։ Պոպոքը գնում եմ առավոտը հավաքում։ Մալին են հավաքում, տուն մտնում։ Չնայած որ բատուն տղա շորա բանա հավաքած, 2 հոգի ենք, պետքա թոզերը մենակ տամ էլի, հետ էլ թողնում եմ հետո, այդ պոպոքը բանը, որ թողում եմ ուկը գնում ակ չփորում, հավաքում եմ հավեսով, ջեբերս եմ լսնում, ալին են էլ բանի մեջին, այդ կանտեների, հա, բերեմ տնեմ խալածիննիկը, նոր սկսեմ, Վալոդը նոր վերկացածա ճաշը տակացնեմ, չիլեմ առավոտը 7-ին եմ վերկենում, պատրաստեմ, որ ժամը 10 հաց ուտի։ Լավ եք պահում։
առանց իրան կյանք չունեմ ես իսկականացի մաս։ Մի Վալոդիս աչքերը լավ չտենեմ, շաքարունի իմ կեսնայինք։ Այդպես հաշտ ու համերաշխ 50 տարի միասին ապրում են Սուսանն ու Վոլոդյան։ Գյուղի աչքի լույս տատի տան կողքով ոչ ոք անտարբեր չի անցնում։ Սուսանը չի թողնում։ Մեկին մի ամանած նվամորի, մեկին մի բուռնկույս, մի կապ կանաչի, այսպես ամեն օր լավություն է անում տատը։ Ես մեր հարևանի կինը անկողնային է 80 քանի տարեկան է, թե 94, հա, տարեկան է, ես մալին էլ լսնում եմ կանտեներով, տանեմ ձեռը տալի, հատ-հատուտում է, ապրես, շնորհակալ եմ Սուսան ջան, ես որտեղից է, ինքը միշտ ինձանից առնում էր մուրաբանում, իր հարազատներին բաժանում, հիմի շատ չի բան հասկանում, բայց ես էլ իմ լավությունը անում եմ, հա, չեմ կարա ես անտեսեմ, մի հատ Սիլվա, ամերիկացի կին ունենք, գալիս է, արդեն մալինի ժամանակն է, կանտեները լսնում եմ, Սիլվա ծյոծյա, գերեք, անուշարեք, վայ Սուսան ջան, ապրես աղջիկ ջան, բերում փողը տալիս է ինձ, ասում եմ Սիլվա տոտա, ես իմ կողմից լավություն եմ անում, եկել եք ես ձեզ հարգում եմ, սիրում եմ, գերեք, չէ Սուսան ջան, ես չեմ հասկանում, որ դուք թոշակառու մարդ եք, ես գիտեմ Սուսան ջան, բերում անցկենալուց ջեբս կողում, նա հանում ես դնում եմ, նա հանում ես դնում եմ, ինքը դնում է, հա, վերջը հենց շատ լավ մարդիկ են, մարդն էլ ինքն էլ։ Իսկ սիրում եք ձեր գյուղը։ Շատ հարևանական մարդիկ են, վատորներ կհասնեն, են թորս եկել էր պիծիկ բանից, Ռազանից, 17 տարի ստեղ լրացավ, այս զալ ունենք գեղամեջ, հերնմերը հետը, այդ հարևանությունը սաղ մեր համարյա հավաքվել էին դի, ենքան լավ ուրախացանք, էլ չասելու, ամուսինիս որտե հենց բարել չգիտի, մեկու մեջ այելի բարամ, մերկու բաժակ խմել էր, ինձ բռնել էր ֆռացնում էր սեհեց, արդեն, հա, տանգո էր բարում, շատ լավ անցկացրինք։ Վոլոդյան Սուսանի հետ կյանքում մեն մի անգամ տանգո պարեց, բայց դրա փոխարեն օր չկա, որ Սուսան տատն իր երգացանկի ամենասիրային մեղեդիներով էլ ավելի չտաքացնի Վոլոդյայի սիրտը։ Սերս գախտնի թող մնա, սերս յարիս մոտ, ճամփեջ պիտի մանան, թե ուր կերթամ ես, ճամփեջ պիտի իմանան, թե ուր կերթամ ես, սերս գախտնիկ թող մնա, սերս յարիս մոտ, սերս գախտնիկ թող մնա, սերս յարիս մոտ, ճամփեջ պիտի իմանան, թե ուր կերթամ ես, ճամփեջ պիտի իմանան, թե ուր կերթամ ես, մենակ յարս իմանա, թե ուր կերթամ ես, մենակ յարս իմանա, թե ուր կերթամ ես, ճամփով չիպտի իմանան, թե ուր կերթամ ես, ճամփեջ պիտի իմանան, թե ուր կերթամ ես։
Ընտանեկան ու գյուղական բոլոր միջոցառումները ծաղկացնող Սուսանը շարունակում է երգել ու պարել իրանց բառ էներգիայով վարակելով բոլորին, իսկ վերջում կատարած երգը նվիրում է բոլոր սիրասուն ծնողներին։ Որովհետև առաջի հերթի մեր ծնողներն են, նոր մենք։ Իմ արևը դուք եք, ծնողները թանկագին, բայց դուք արդեն ծերեք, ծնողներ թանկագին, ապրեք ծնողներ, ապրեք, այս լայն աշխարհում, թող ձույն չդնի էդ ձեր թելը մազերում, ապրեք ծնողներ, ապրեք, այս լայն աշխարհում, թող ձույն չդնի էդ ձեր թելը մազերում, վարգարունը երբ գա ու նորից հյուր գամ, բայց դուք արդեն ծերեք, ծնողներ թանկագին, ապրեք ծնողներ, ապրեք, այս լայն աշխարհում, թող ձույն չդնի էդ ձեր թել մազերում, ապրեք ծնողներ, ապրեք, այս լայն աշխարհում, թող ձույն չդնի էդ ձեր թել մազերում։ Սուսան տատը գյուղի երգող պարող կինը իր օրը սկսում է երգով ու ժպիտով, տանը այգում, թե հարևանների շրջապատում միշտ նույն ջերմությամբ է պատմում իր կյանքի մասին, որ թեև լի է դժվարություններով ու հոգսերով, բայց կարողանում է լցնել ժպիտով ու լավատեսությամբ, դրանով վարակում ընտանիքին ու ամբողջ գյուղին։ Մի գյուղ, մի Սուսան տատ։ Այսպիսին է բացառիկ կնոջ, մոր ու տատիկի կյանքը, որ թերևս օրինակ պիտի լինի բոլորի համար։ Մերիկ Օլոլյան, Դավիթ Թամազյան, Չկալովի ծանկյուն Գումարած 3 հեռուստաընկերության համար։ Շարունակվում է Հրաչյա Պապինյանի հեղինակած Ալավերդի գրքի վաճառքը, 1000 էջ և 1600 եզակի լուսանկար, Ալավերդու տարածքը և նրա շրջակայքում ապրած մարդիկ 5000 տարի առաջ ուրարտական շրջան, նրանց հավատալիքները, Լոռու Բագրատունի Կյուրիկյան թագավորների, մոնղոլների, սելջուկների, վրացիների, թուրքերի ու պարսիկների արշավանքների շրջան, քարայր գրատների, լոռվաքաջերի և լեզգիների արշավանքների 150-ամյա դրամատիկ պատմությունները, Լոռու ազնվական տների միջնադարում ծավալված դրամատիկական պատմությունների, պղնձի 250 տարվա պատմության մասին, Լոռու բոլշևիկյան ապստամբությունների, Չեզոք գոտու, Թիֆլիս Սանահին երկաթուղու շինարարության մանրամասները, Ալավերդու թաղամասերի, հիմնարկ ձեռնարկությունների, կրթական ու մշակութային հաստատությունների հիմնադրումը, գործունեությունը, նշանավոր շենքերի կառուցման և նշանավոր մարդկանց պատմությունները, օգտված է ավելի քան 200 գիտական աշխատություններից ու հոդվածներից, թերթերից, գիտական ամսագրերից։ Գիրքն ունի նաև Ալավերդու և տարածաշրջանի հիշարժան տարեթվերի հավելված, օգտագործված գրականության ցանկը։ Գիրքը կարելի է ձեռք բերել Ալավերդու Կատա սուպերմարկետի գրախանութից, Սայաթնովա փողոցում գտնվող գրախանութից, Valex Garden հյուրանոցի նախասրահի ընդունարանից։ Երևանում այն կարելի է ձեռք բերել Բուկինիս ցանցի, Մաշտոցի պողոտայի և Դալմա Garden առևտրի կենտրոնի գրախանութներից։ Երևանի Խանջյան փողոցից ձեռք բերելու համար զանգահարել 091 61 29 30 կամ 055 18 47 87 հեռախոսահամարներով։